I'm pleased to be able to speak briefly to you here in Armenia as a Swiss parliamentarian. Շատ ուրախ եմ, որ կարող եմ գտնվել Հայաստանում այստեղ եւ հակիրճ մեկտեղությամբ հանդես գալ որպես շվեյցարացի խորհրդարանական։ Allow me to briefly look back. Թույլ տվեք արագ հետընթաց ակնարկ նետել։ In October 2024, I met with displaced people from Nagorno-Karabakh. 2024 թվականի հոկտեմբերին ես հանդիպեցի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց հետ։ In Yerevan and asked them three key questions. Երևանում հանդիպեցի նրանց եւ նրանց հարցրեցի 3 հիմնական հարց։ First, what happened in September 2023? Tell me. Առաջին, ինչ տեղի ունեցավ 2023 թվականի սեպտեմբերին, ասացեք ինձ։ Second questions. What do you want now? Երկրորդ հարց, ինչ եք ուզում հիմա։ Third question. How could this goal be achieved? Երրորդ, ինչպես է հնարավոր հասնել այդ նպատակին։ Their clear proposal was Նրանց հստակ առաջարկը հետևյալն էր. a round table with Azerbaijan and Artsakh. Նրանց հստակ առաջարկը հետևյալն էր. կլոր սեղան Ադրբեջանի եւ Արցախի միջեւ։ Under international observation. Միջազգային կիզակետում։ At that meeting, I made a promise. Այդ հանդիպման ընթացքում ես խոստում տվեցի։ I told them I go back to Switzerland Ասացի ես կվերադառնամ Շվեյցարիա and will try to do something. եւ կփորձեմ անել ինչ-որ բան։ Then, October 2024, I submitted the motion 244559. Ապա 2024 թվականի հոկտեմբերին ես խնդրագրով դիմեցի թիվ 244559 to the Foreign Affairs Committee, and the title was Peace Forum for Nagorno-Karabakh, enabling the return of the Armenians. Եվ վերնագիրն էր, ես այս խնդրագիրը ներկայացրեցի արտաքին գործերի նախարարություն եւ այս խնդրագրի վերնագիրն էր խաղաղության ֆորում Լեռնային Ղարաբաղի համար նպաստելով հայրին վերադառնալ։ The motion found a majority in the committee. Այս խնդրագիրը արժանացավ հանձնաժողովի մեծամասնության հավանությանը։ Then came the parliamentary decisions. Ապա եկան խորհրդարանական որոշումները։ In December 2024, the motion passed by the Swiss National Council. 2024 թվականի դեկտեմբերին խնդրագիրը անցավ շվեյցարական ազգային խորհուրդը։ In March 2025, the motion passed by the Council of States. Ապա 2025 թվականի մարտին արդեն մարզերի պետությունների խորհրդով այն անցավ։ So the result was the Federal Council is mandated to implement the motion. Ուստի արդյունքում դաշնային խորհուրդը կրում է մանդատը իրագործելու, կատարելու այդ խնդրագիրը։ Then 2 months later, in May 2025, a cross-party committee of 19 members of the National Council was established. 90 or 19? 19. Այնուհետև 2025 թվականի մայիսին 2 ամիս անց տարբեր կուսակցություններից բաղկացած 19 տարբեր կուսակցություններից բաղկացած ազգային խորհրդով արդեն պետք է ներկայացվել եւ քննարկվել այս գործը։ The name of this committee is Swiss Peace Initiative for Nagorno-Karabakh. Այս հանձնաժողովի անունն է շվեյցարական խաղաղության նախաձեռնություն Լեռնային Ղարաբաղի համար։ And the objective of this committee is to support the Federal Council in its peace efforts regarding Nagorno-Karabakh. Եվ այս հանձնաժողովի նպատակն էր սատարել դաշնային խորհրդին միջնակատարում Լեռնային Ղարաբաղի համար խաղաղության այս նախաձեռնության իրականացումը։ Then the committee became active. Ապա հանձնաժողովն անցավ գործի։ Meetings with parliamentarians and or their offices in Washington, Berlin and in London. Սկսեցին հանդիպումներ կազմակերպել խորհրդարանականների հետ Վաշինգտոնում, Բերլինում եւ Լոնդոնում։
and the side session at the UN Human Rights Council in Geneva. Ինչպես նաև ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի Ժնևում տեղի ունեցած հանդիպման կողմնակի երկրորդ այլ միջոցառում տեղի ունեցավ. The goal of all the activities was, or still is, to bring the issue back onto the international radar. Նպատակը այս բոլոր գործողությունների հետևյալն էր եւ դեռ հետևյալն է. այս հարցը կրկին բերել միջազգային ուշադրության կիզակետ. So why these matters? Ինչու է սա կարևոր? In Armenia, one hears at the highest level, the case of Nagorno-Karabakh is closed. Հայաստանում բարձրագույն լսելի է հետևյալ հայտարարությունը. Լեռնային Ղարաբաղի գործը փակված է. We see it differently. Մենք այլ կերպ ենք տեսնում իրականությունը. As long as the displaced people have not returned to their homes, the case is not closed and cannot and must not be closed. Այնքանով որքանով որ տեղահանված անձիկ չեն վերադառնում իրենց տները եւ չեն կարողանում վերադառնալ, գործը փակված չէ եւ չպետք է փակված լինի. The return of the displaced must be an integral part of a sustainable peace agreement. Տեղահանված անձանց վերադարձը պետք է կայուն խաղաղության համաձայնության անհաղթելի մասը կազմի. You know, in September 2023, the international community stated clearly that the great injustice, indeed even a crime, had occurred. 2023 թվականի սեպտեմբերին միջազգային համայնքը հստակորեն եւ պարզորոշ կերպով հայտարարեց, որ իսկապես անարդարություն եւ անգամ հանցագործություն է տեղի ունեցել. And you know it, then came Gaza. Եվ գիտեք, այնուհետև տեղի ունեցավ Գազան. A month later, and the media were from then on somewhere else. Եվ այնուհետև լրատվամիջոցները գնացին մի ուրիշ վայր. And today we remind the international community of what it said in 2023. Այսօր մենք հիշեցնում ենք միջազգային համայնքին, ինչ ասացին նրանք 2023 թվականի սեպտեմբերին. And we reminded that there is still a problem that needs to be solved. Հիշեցնում ենք նրանց, որ դեռ կա խնդիր, որը լուծված չէ. So a personal note. Անձնական թույլ տվեք մեկնաբանություն. Today we visited Archbishop Bagrat Kalstanyan Այսօր մենք այցելեցինք arczepiskopos Bagrat Kalstanyanին in prison and had a very moving and meaningful conversation. Ունեցանք բանտում շատ հուզիչ եւ իմաստալի հանդիպում. On the issue of Nagorno-Karabakh, he told us something. Լեռնային Ղարաբաղի հարցի հետ կապված նա մեզ մի բան ասաց. Continue. Շարունակենք. And I promise you here and now. Եվ խոստանում եմ ձեզ, ահա այսօր այստեղ. I and we will try to do what we can. Ես եւ մենք կփորձենք անել այն ամենը, ինչ կարող ենք. The case is not closed yet. Գործը փակված չէ դեռ. Thank you. Շնորհակալ եմ. Thank you very much. Եվ հիմա արդեն թույլ խոսքը փոխանցել մեր վերջին խոսնակին. Նա հանդիսանում է Սվիցայի Գերմանիայի գրասենյակի ղեկավար ներկայացուցիչը Հայր Պիտեր Ֆուքս, կաթոլիկ քահանա